Որ դեպքում կիրառել բանկային երաշխիքը։ Դուք պատրաստվում եք մասնակցել աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ ապրանքների մատակարարման մրցույթի, ստանալ պայմանագրային կամ վճարային պարտավորություններ, ստանալ պայմանագրային պարտավորությունների կատարման կանխավճար, ստանձնել պայմանագրային պարտավորություններ, պարտավորվելով ապահովել կատարված աշխատանքի, մատուցված ծառայության կամ մատակարարված ապրանքի որակը, կամ ներմուծել ապրանք կանխիկ վճարման պայմանով, հաճախ ստիպված լինելով դիմել վարկավորման վճարումը կատարելու համար։ Որոնք են երաշխիքի տրամադրման հաջորդական փուլերը։ Քայլ առաջին՝ գնորդի եւ վաճառողի միջև կնքվում է պայմանագիր։ Քայլ երկրորդ՝ գնորդը բանկին տալիս է երաշխիքի տրամադրման հայտ։ Քայլ երրորդ՝ բանկը հօգուտ վաճառողի տրամադրում է երաշխիքային նամակ։ Ինչ առավելություններ ունի երաշխիքը գնորդի համար։ Առաջին՝ հնարավորություն է տալիս ներմուծել ապրանք հետաձգված վճարման պայմանով։ Երկրորդ՝ ապրանքի դիմաց վճարումը կատարվում է առանց վարկային ռեսուրսների ներգրավման։ Երրորդ՝ կրճատվում են ծախսերը, քանի որ բանկային երաշխիքը վարկից անհամեմատ էժան է։ Եվ չորրորդ՝ գործընկերոջ հետ համագործակցության առավել վստահելի հարաբերությունների հաստատում։ Ինչ առավելություններ ունի երաշխիքը պատվիրատուի, վաճառողի համար։ Առաջին՝ ունենալով գնորդի վճարային պարտավորություններն ապահովող երաշխիք, դուք ապահովագրում եք ձեզ գնորդի կողմից գումարի չվճարման ռիսկից։ Երկրորդ, դուք կարող եք ապահովել հնարավոր կորուստների և ծախսերի փոխհատուցումը։ Երրորդ, դուք կարող եք շուկայում հանդես գալ մրցակիցների համեմատ առավել մրցունակ առաջարկով, վաճառելով ապրանքը հետաձգված վճարման պայմանով։ Եվ չորրորդ, նվազագույնի հասցնել առևտրային գործարքում առկա ռիսկերը։ Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, միասին դեպի բարեկեցություն։